Հաճախ կտեսնենք հայրերի, որոնք մեքենա են վարում երեխային գրկած կամ դիմացի ուղևորի տեղում նստեցրած, մինչդեռ փոքրիկները պետք է երթևեկեն հատուկ մանկական նստատեղում, քարսիթում։ Այն ապահովում է նրանց անվտանգությունը, վթարի ժամանակ կանխելով հնարավոր լուրջ հետևանքները։ Երեխաների առավելագույն անվտանգությունը ապահովելու համար պետք է սկսել գործընթացը ծննդատնից։ Դուրս գրվելուն ընդառաջ մանկական նստատեղով են երեխային դուրս գրում դեպի տուն, ընդ որում կարևոր է նաև հասկանալ այն հանգամանքը, որ մանկական նստատեղի ընտրությունը կախված է մի շարք առանձնահատկություններից։ Քարսիթ գնելիս ծնողները պետք է հաշվի առնեն երեխայի տարիքը, զարգացման առանձնահատկությունները։ Նույն նստատեղում փոքրիկը չի կարող երթևեկել եւ 1 եւ 4 տարեկանում։ Երեխաներին մինչև 2 տարեկանը ցանկալի է տեղափոխել շարժման ընթացքին հակառակ դիրքավորված։ Դա սովորական պնդում չէ, դա բխում է մի շարք առանձնահատկություններից, մասնավորապես երեխայի անատոմո-ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, այն է, որ վթարի ժամանակ երեխայի ամբողջ ծանրությունը գլխի պարանոցի վրա է ընկնում վթարի դեպքում եւ քանի որ դեռ եւս այնքան ամրակազմ չէ, որպեսզի կարողանա հակահարված պատասխանի, շատ ավելի բարձրանում է կոտրվածքների հավանականությունը։ Շատ ծնողներ մանկական նստատեղի փոխարեն նախընտրում են երեխային ուղղակի ամրակապել։ Մասնագետների խոսքով այդ դեպքում եւս կան սահմանափակումներ եւ ռիսկեր։ Ամրագոտիները այո կարող են կիրառվել, բայց ամրագոտիների կիրառումն էլ ունի իր վտանգները, եթե դրանք կիրառվում են ավելի ցածրահասակ երեխաների մոտ 120-140 սանտիմետր եւ ավելի երեխաների դեպքում է կարելի օգտագործել, որովհետեւ ավելի ցածրահասակ երեխաների դեպքում ամրագոտին անցնում է կարևոր օրգան համակարգերի եւ անոթավորման հատվածով, այսինքն եթե լինի վթար, երեխայի տրավմատիզացիայի հավանականությունը բարձրանում է։ Վթարների ժամանակ մանկական նստատեղի բացակայությունը կարող է տարբեր կոտրվածքների առաջացման պատճառ դառնալ, բերել հաշմանդամության կամ ընդհուպ հանգեցնել մահվան։ Արամ Մարանդյան, Արամ Հարությունյան, լուրեր։